Սեպտեմբերի 19-ը քաղաքացիական հասարակության օրն է, որքանով է այսօր այն մեզ մոտ կայացած եւ ինչ խնդիրներ ունի իր առջև ծառացած։ Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ընդդեմ իրավական կամայականությունների հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, ով փաստում է, որ մեր երկրում քաղաքացիական հասարակության սկիզբը դրվել է դեռևս 1989 թվականին Ղարաբաղյան շարժման ընթացքում։ Բանախոսը նշեց, որ այսօր մեր երկրում գոյություն ունի բավականին կայացած եւ ակտիվ քաղաքացիական հասարակություն։ Օրեր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անցկացրած զորավարժություններին անդրադառնալով, երբ բեմադրվում էր հանրահավաքներ ցրելու տեսարաններ, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ոստիկանապետը հայտնի է իր արտիստիկ կեցվածքով, իսկ իշխանությունները միշտ դեմ են լինելու քաղաքացիական հասարակություններին, սակայն այն պետք է զարգանա ի հեճուկս իշխանությունների բռնության։ Համակարգի իշխանության դերը չեմ տեսնում դրական։ Այստեղ ավելի շատ ազդեցություն է այդ մեր փաստորեն ավտորիտարիզմի, այսպես ասած, բավականին մոտիկ կանգնած համակարգի ազդեցությունը։ Վաղը եթե գա մեկ ուրիշը, որը ավելի կողմնակից է բիրտուժի, համակարգը անելու է այն ինչ որ իրեն ասեն։ Ես համակարգի մասին մնում եմ նույն կարծիքի, որ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու